բավականություն ստացած մեր Սևանցի բարեկամներից մեզ լավ զգալով գնում ենք դեպի Եղեգնաձոր ընկերներ։ Հորաքույրների սերը հասավ մեր զույգին։ Ոսկեզոծ հարսանիք Աքարի եւ Մարիամի այս գեղեցիկ առիթը էլի շարունակվում է, որովհետեւ մեր հրաշալի պատմությունն այլ է։ Ուրեմն ինձ գրել են նույն տեղի համար։ Ես մի հատ եմ վերցե մտածել եմ այդ մի պատվերն է ջոգի։ Հիմա այն որ կանչիր ներս մտնեմ այդ պահին գերին բարև ձեզ ուր եք հասե։ Մոտս խարդվավ սաղիրար։ Ամի հասել եմ ստե էլի անակնկալ ունենք, այս պարից հետո մտնենք այս հետան։ Ուրիշ մարդիկ են։ Հա, ուրիշ մարդիկ են, պրոստը հիմա մարդ պետք է գա այս տենա, որ ընդ ոսկի պահել կա, էլի։ Հետաքրքիր է։ Բարեկամներ, փաստորեն մեր գեղեցիկ զույգի անակնկալները շարունակվում են։ Մեր անշահբեր Զաքարը հորաքույր ունի, անունը Նարին է ընտանիքի կողմից երեխաների Մերիանի, Ալիսայի, Արմինեի, Գրիշա, Նարինե հորաքրոջ երեխաներն են։ Բրավո մորաքրոջ։ Եկար ախպեր։ Հա, լսի։ Ախպեր Նարինե հորաքրոջ երեխաները Մերիանի, Ալիսա, Արմինե, Գրիշա։ Հա։ 5 երեխա։ Հա, 5 երեխա, մեկ վերջինը տղա է Գրիշան։ Գրիշի պատճառով է այսքան։ Գրիշան բարև, նկարում ես։ Ուրեմն Մերիանի, Ալիսա, Արմինե, Գրիշա։ Նարինե հորաքրոջ երեխաները շատ են ուրախացել իրենց եղբոր ամուսնանալու արդիվ։ Շիրը մեկա չեմ թողի։ Զաքարը եւ Մարիամը օրտնված են, որովհետեւ Զաքարը ուժեղ հորքուրներ ունի, հավեսով հորքուրներ։ Հիմա սպասում ենք որ գան, հասնում ենք Զաքարի եւ Մարիամի երկրորդ անակնկալին։ Նարինե հեղինե անունները գրել եմ ախպեր, 5 երեխա անունը, Գրիշի անունը միշում։ Մերի ախպեր։ Մերիանի, Գրիշա ու Ալիսա, Անի։ Հա։ Մերիանի, Ալիսա։ Ալիսա բայց ասա։ Հա, Ալիսա։ Ալիսիկ է գարած։ Դե դու իրա քերին ես, հոպարն ես, բարեկամն ես, մեծ ես ասում ես, ես պետք է իր անունը ասեմ։ Ինչի Արմանը չի հայտարարում։ Դե ոչինչ ախպեր, էսի պետք է այսել նկարեր, որ մենք ենք հավաքել։ Մտանք Սևանի խանութներից մեկը եւ իսկույն հավաքեցինք վարդ, որովհետեւ այնտեղ Սմենը այնպեսին էր, որ մենակ վաճառողուհին էր մնաց մեր հույսով, մենք էլ լսել սիրուն կապել ենք։ Բայց լավ վարդ էր, այլ հաս պոչերով ախպեր։ Ուժեղ վարդ էր։ Այս գլխից ինքը արդեն Մարիամ հարսիկին ասում ախպեր, ես շրջապատով անուշ ախպեր եմ, կարող է տուն չգամ, այդ ամենգերներս է ուտել խմելու։ Սա էր նրա մեսիջը։ Բայց տուն գալուց էլ նվերով եմ գալու, որովհետև հեսա նվերն ենք գալու։ Անուններ հիշում ես։ Նորից հրավիրենք սրահի կերպով։ Հրավիրում ենք։ Ես էլ հեռու եք կայնում, այսքան տեղ գամ գնամ։ Ես պատկերացնում եմ, որ երկար կծավ հարեք ես համար դրամարիք է։ Ես շնորհակալ եմ բոլորից, այդ պարզվում է։ Մենք էլի անակնկալում ենք եւ ես չեմ գնացել, էլ եկել եմ մեծ սիրով, որովհետեւ շատ լավ են դիմավորել, դրա համար էլ էլի եկել եմ ու բերել եմ ծաղիկներ, գեղեցիկ վարդեր, բայց այս վարդերը փուշ ունեն, այնպես որ շատ խնամքով կնվիրես, որ հանկարծ չծակի հարսիկին։ Մեծ սիրով ուղարկված ծաղիկներ ու մաղթանքներ նորից։ Ամեն միտք մտորում Անհամբեր անուրջներում Բայց նա նորից գրկի Մոթորերը իմ քոլույսով է լացվում ու կմանամ կանգում ճամփիս եկա Գեղեցիկ պահեր և գեղեցիկ մարդկանց կողմից շնորհավորանքներ Հարսիկ ջան, պետք է ասեմ, որ էլի քո կողմից չի անակնկալ է Եկել ենք հիմա մեր փեսայի մոտ, որ էլի հարցնենք Զաքար ջան, ում կողմից կլինի Հորքուրից տղա Հորքուրի տղայի Կամ հորքուրի երեխեքի Բայց դու սկզբից ճիշտ էր Հորքուրի երեխաների կողմից Նարինե հորքուրի երեխաների կողմից Անունները փորձեմ ասել Ուրեմ Անի, իրար հետ ասենք, հա Անին, Մերին, Գրիշան, Ալիսան և Արմինեն Բայց արդարության համար Գրիշայանը վերջում պետք է տայիր Մի խոսքով, նրանք ես շատ սիրում են, օրդություններ են ուղարկել և ասեմ, անակնկալը մենակ ծաղիկները չէր, էլի ունենք անակնկալ, որ հորքուրի ներկայացուցիչը այստեղ է, դու էլի հորքուր ունես, չէ՞։ Հեղին է հորաքույր, հրավիրում ենք այստեղ, որովհետև
դու ունես նվեր Նարինե հորաքրոջ ընտանիքի կողմից իր գլխավորությամբ, որ Հեղինե հորաքույրը կհանձնի այդ նվերը պետք է հանձնի արդեն հանձնել է, հələ ասեք, ես եմ մեղավոր, հա, ես պետք է կապի մեջ եմ, կապի մեջ չէ, իմացա, չէ, ինչ եղավ։ Մի խոսքով ձեզ լավ որ վարձել տրամադրություն Հարսիկ ջան, իմացեք էլ շատ հարուստ տուն, հորքուրները որ կան, ուրեմն քո ճանապարհը միշտ լավ բացառնելու, բայց դուք նորը ուր եք գնացել, հա։ Ուր եք։ Փողի սեղանները խմում էի, ասա հա։ Չէ։ Հա, ես էլ ասի գնացել ես խմելու։ Դե լավ, ձեզ լավ որ բարեկամներ, ես այս անգամ գնում եմ, Արման, ախր ինչ ես հականգնում Հարսի Փեսայի կողմը, չէ որ այսօր դու չես ամուսնանում։ Ես չեմ ամուսնանում, բայց ամուսնանում են իմ լավ ընկերներ, այնպես որ ինձ համար Ստեփան ջան, պատիվը միշտ լինել, հանկարծ երեկոյի ընթացքում իրենց կողքին։ Քանի որ մեր Ստեփանը ժողովուրդ ջան մաղթեց մեր նորապսակների ոսկեզոտ Արսանի, Ստեփան ջան, ուզում եմ մենք էլ բոլորս քեզ մաղթենք այնքան լիքը առողջություն երկար տարիների կյանք, որ ինչու՞ չէ, նաև քո այս գեղեցիկ անակնկալներով ներկա լինես իրենց ոսկե հարսանիքին։ Գամ, հա։ Կգաս չէ։ Բարձր ծափահարությունները Ստեփան Մարկարյանը։ Այս անգամ ինձ թվում է վերջնական գնում ենք, գնացինք այս անգամ, ախպեր ես գնացի այս անգամ, էլ չեմ գալու, սավտան եմ, այս վերջին, հա վերջիններ էլ չեմ գալու։ Ուզում եմ սախնեմ, սախոր քեզ են անտանես գտա։ Ավրիս, լավոր ձեզ։ Բարեկամներ, ահա, հորաքույրների սերը հասավ մեր զույգին, օրհնությունը և հարգանքը, իսկ մենք հիմա մեծ սիրով եւ բավականություն ստացած մեր Սևանցի բարեկամներից մեզ լավ զգալով գնում ենք դեպի Եղեգնաձոր ընկերներ։ Այո, մեր վերջին կանգառը միշտ էլ Եղեգնաձորն է, այնպես որ գնացինք առաջ, ձեր ցավը տանեմ։